Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, մինչ տարբեր թեմաների անդրադառնալը, եկեք նախ արձանագրենք, որ մեր ընդդիմության կարծիքով Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ մի խմբակցության այս երկու խմբակցությունների կարծիքով մեր բոլոր ժամանակներում Հայաստանի Հանրապետության հայրենիքի Արցախի համար նահատակված ընկած տղաները չեն վաստակել հիշատակի օր ունենալու իրավունք։ Սա արձանագրենք, փաստենք, ինչու եմ այսպես ասում, սա չափազանցություն չի, որովհետև առհասարակ քաղաքական գործիչների, հատկապես ազգային ժողովում քաղաքական գործիչների եւ խմբակների դիտակետը, տեսակետը արտահայտվում է քվեարկությամբ։ Լինում են քննարկումներ, հետո քվեարկություն, քննարկումներ, քվեարկություն։ Իսկ ազգային ժողովում առաջարկվել էր հունվարի 27-ը նշել բոլոր ժամանակների մեր հերոսների հիշատակի օր, առհասարակ հիշատակի օր, մենք այդպիսի հիշատակի օր չունենք։ Ամեն մեկը, իսկ Հայաստանում նման ընտանիքները բազմաթիվ են, ցավոք սրտի, բայց ամեն մեկը իր համար իր զինվորի օրը նշում է ինչ-որ մի օր, հա, ով սովել է հանուն Հայաստանի կամ կամավորի կամ մյուսի կամ պատմական շրջաներում, ինչու ոչ կարող ենք գալ առաջին հանրապետությունից, կարող ենք գալ դեռ թագավորական շրջաններից, հա, չէ՞ որ մենք հարատևորեն եկել հասել ենք այսօրվան, նաև այդ ինքնազոհ հենց հատկապես, ոչ թե նաև հատկապես ինքնազոհ գործողությունների գնացող զինվորների, զինվորականների, հրամանատարների, թե շարքայինների բոլորի շնորհիվ։ Եվ խաղաղության դարաշրջանը որքան էլ որ համարենք բացված, դրանք այդքան էլ հարատև չեն լինում, ասենք 50-100 տարով կարող ես պլանավորել, բայց եթե աշխարհին համաչափ չքայլես, անպայման դարձյալ քո դուռը թակելու է պատերազմը։ Եվ ասենք եթե այդպես չլիներ, օրինակ ծովից ծով Հայաստանից, ծովից ծով Հայքից հետո տասնամյակներ անց չէինք կորցնի պետականություն։ Այսպիսի խնդիրներ կան։ Այսինքն կառավարիչները, դիվանագետները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չհասնի դրան, իսկ եթե հանկարծ ինչ-որ դեպքում հասնում է դրան, այնուամենայնիվ պետք է պատրաստ լինել ու այնտեղ հանուն հայրենիքի, հանուն սերունդների մարդիկ են լինում, որ նահատակվում են։ Ու պետքա լինի մեկ օր, որ դեպքում, որ հասարակությունը պետքա կենտրոնանա հենց դրա վրա, ճիշտ է, ամեն մեկս մեր սրտում կարող ենք կրել այս կամ այն չափով, այս կամ այն օրերին կամ տրամադրություններով տարբեր բաներ, բայց այդ մի օրը պետքա կենտրոնանալ դրան եւ մեր խոսույթը պիտի լինի հենց դրա մասին, մեր գնահատականը պիտի հնչեցնենք, մեր խոնարհումները պետքա բերենք։ Եվ ընտրվել էր հունվարի 27-ը հենց նրա համար, որ հաջորդ օրը հաջորդի արդեն հունվարի 28-ը արդեն կայացած բանակի, կայուն բանակի, ապրող բանակի օրը։ Մայիսի 28-ը բանակի օրն է։ Հունվարի 28-ը բանակի օրն է։ Հիմա ինչու եմ այսպես ասում, որովհետև այս նախագիծը, օրինագիծը, այս որոշումը, ինչպես ուզում եք անվանեք, իհարկե ունի նա իր իրավական անվանումը, բայց մեր խոսակցականով, հա, ազգային ժողովում էր, Ռուբեն Ռուբինյանն էր վերել, եթե չեմ սխալվում, Գեգամ Նազարյանի հետ, ինչին պատիվ ունեմը առհասարակ չքվեարկեց, իրենց դա չհուզող թեմա էր, իսկ Հայաստան խմբակցությունն էլ ձեռնպահ մնաց։ Որ ուզում եք հիշեք, չեք ուզում մի հիշեք, ախպեր, մեր համար մեկ է։ Սա է եղել դիրքորոշումը երկու այն խմբակցությունների, ովքեր ձեզ ներկայանում են ժողովուրդյան որպես ազգային, ներկայանում էին որպես սենց բան Արցախի պաշտպաներ, դեռ դրոշներն էլ արջևում դրած էր, մինչև հիմա դրված է 5-րդ տարին է, ներկայանում էին հերոսացին մայրերի պաշտպան իբր, մարդկանց ցավերը փորձելով քաղաքականացնել
Եվ գիտեք, այսօր ցավոք այո, կան մարդիկ, ովքեր դատապարտված են, հանդիսանալով հերոսների հարազատներ, հեռու կամ մոտիկ, որոշ գործառույթներով, որոշ հանցագործություններով դատապարտված են, գտնվում են բանտախցերում, բայց դա ինձ համար ցավալի երևույթ է, ասեմ, դրան բերել է հենց այս երկու խմբակցությունների կեղտոտ մանիպուլատիվ գործունեությունը եւ մարդկանցից ստացել են հանցագործներ։ Իրենց շահերի համար իրենք երբեք զբաղված չեն եղել հերոսներով, հերոսացիներով, ասեմ ավելին, դա գիտեք ինչ որ կարծիք էլ չի, դա ախր աչքներիս առաջ է եղել։ Ամբողջ 20 տարիներ եղել են իշխանություն եւ այդ 20 տարիներին անընդհատ սահմաններում զոհվել են տղերք, անընդհատ օրը մի բան լսել ենք, ընդհանուր թիվ էլ գոյություն ունի, այն հեռու չի 44 օրյա պատերազմում ընդհանուր առմամբ ստացված զոհերի թվից, եւ անտրամաբանական է շատ, թե ինչպես են դա անվանում խաղաղության տարիներ, երևի իրանց տղերքը չէին զոհվում դրա համար, եւ քառօրյա պատերազմը, եւ ինչու ոչ 90-ականներից հետո հաղթանակի դափնիների կարողների հաջորդողներն էին 20 տարի եւ կարող էին փոփոխություններ մտցնել եւ իրենց գործողություններով ցուցադրել են իրենց վերաբերմունքը նման ընտանիքներին, իրենց վերաբերմունքը տարբեր ծրագրերով եւ գիտեք վերաբերմունք ասվածը միայն ներողություն վերաբերմունք ասվածը միայն գործողությունով չի եւ միայն ֆինանսական աջակցությունով չի, այլ են հարգանքով է, մասսայական ձևավորվող հարգանքով, որը որ պիտի լիներ։ Բայց արի ու տես, որ նման բան չի եղել, բավարար չի, հետո էլ ներկայացանի փրազգային ուժեր շատ մարդկանց ուղեղը փորձեցին լվալ, նրանց զգացմունքները օգտագործել, որպեսզի հաղթեն ընտրություններում։ Եվ այսօր շատ կարևոր մեկը ինձ համար որպես հասարակության ներկայացուցիչ շատ կարևոր նման օրինագծին մի խմբակցությունը քվեարկում է ձեռնպա, մյուսը առհասարակ չկա։ Ահա նրանց վերաբերմունքը։ Եվ ես ուզում եմ, որպեսզի հարազատները եւ ծնողները մեր նահատակների սա իրենց համար գնահատական պահ են, երբ նրանց ուղեղը փորձում են լցնել թշնամանքով, նրանց նյարդերը փորձում են մանիպուլացնել ոչ միայն իշխանությունների, այլ պետականության դեմ, այսա հիշեք հարգելիներս, ես չեմ ասում նրանց ատեք, սա գնահատական է, վերջ, սրանով վերջանում է։ Եվ իհարկե գանք քիչ-քիչ առաջանանք։ Հանկարծ տարածվեց տեսանյութ, որ տեսեք Մարաշի հեռուստաաշտարակը Ադրբեջանի դրոշով է լույսերը վառվում։ Լավ, ինչքան պետքա դուք մարազմատիկ հիվանդ լինեք, ինչքան դուք պետք է ամեն ինչի մեջ թուրք ու ադրբեջանցի փնտրեք, որպեսզի դա այդպես գնահատեք։ Նախ սկզբում պտտվեցին արհեստական բանականության միջոցով կամ չգիտեմ այլ ձևերով սարքած հենց հստակ դրոշները, մոռացել էին մեջտեղն էլ կիսալուսինը սարքեին, էլի, բայց այսքան հիվանդագին չի կարելի լինել։ Պետք է շնորհավորեմ բոլորիս, որովհետև շատ գեղեցիկ առհասարակ աշտարակները նմանատիպ տարբեր քաղաքներում աշխարհի իսկապես ուշադրություն են գրավում եւ նրանք կարողանում են քաղաքականացվել եւ ոչ միայն աշտարակները, այլև կան երկնաքերեր, որոնք կարողանում են քաղաքականացվել, հա, այսինչ կամ այնինչ միջոցառման ժամանակ որպես հարգանքի տուրք, այսինչ երկրի դրոշի գույներով հանդես գալ, օրինակ բանը Էֆելյան աշտարակը օրինակ Դուբայում գտնվող կամ Նյու Յորքի երկնաքերերից ոմանք, այս Չինաստանում կան նման բաներ,
բայց ու այսինքն մեր աշտարակի լուսագունազարդումը կարող է շատ էական լինել ու նույնպես օգտագործվել այդ ուղղությամբ, հա, բայց Ադրբեջանի դրոշ կարող են տեսնել այնտեղ միայն հիվանդ երևակայություն ունեցող մարդիկ, կներեք, դա փաստ է, ձեզ անընդհատ կերակրում են, մենք ձեզ ասում ենք, թե որ կայքերը ինչով են ձեզ կերակրում, դուք անընդհատ չեք ցանկանում լսել ու ամեն անգամ ընդեղից վերցնում եք մի բան, բերում ասում եք, բա էս ինչ է, ցավները տանը, մտ կողմնորոշվեք, ասենք եթե ես ասեմ, օրինակ, էդի ինչ է, դրանից հետո այդ նույն կայքի տարածած սուտը էլի չես բերելու, ասես էս ինչ է, հետո մյուսը էս, ինձ խեք հարցու, իրանց հարցրեք, ձեզ 5 տարիա կերակրում են ստով, կարող եք չնայել, բլոկել նրանց, թե ձեզ դուր է գալիս, որպեսզի իրանք ինչ-որ բան անեն, դուք էլ բերեք, ասեք էս ինչ է, իսկ լույսերը 3 փորձարկվում են ու բոլոր երանգները կար այնտեղ, չեմ հասկանում, Ադրբեջանի դրոշը բոլոր երանգներից բաղկացած դրոշ է, հա, ինչ եք խոսում, ասենք ձեր ուղեղը ինչ են մտցրել, որ այսօրվա իշխանությունները ադրբեջանամետ, թուրքամետ ու հանկարծ մի բան տենում ցնցումների ամենաադրբեջանամետ ու ամենաթուրքամետ գործիչները Քոչարյանն ու Սերժն են, չեք հավատում են իրանց հարցազրույցները ձեզ օրինակ։ Մեկը Քոչարյանը ասում է ես ամեն ինչ արել եմ, որպեսզի չնեղացնեմ ադրբեջանցի ժողովրդին։ Այսինքն հայ ժողովրդին նեղացնեմ, անգամ գնդակահարեմ, բայց հանկարծ ադրբեջանցի ժողովրդին չնեղացնեմ։ Սա բառացի, ասում է ես իմ կառավարման տարիներին այդ ամեն ինչ արել եմ այնպես, որպեսզի հանկարծ ադրբեջանցիները չնեղանան։ Բառացի մեջ բերում եմ, գնացեք նստեք նախորդ հարցազրույցները նայեք։ Կամ ասում է եթե Հայաստանը չունի արտատարածքային պահանջներ, ուրեմն ինքը գործոն չի։ Սա թշնամիների բերանով Հայաստանում հնչեցրած խոսույթ է։ Աշխարհում այդպես չի, աշխարհում երկրները իրենց սահմաններն են ընդգծում եւ այդ սահմանների ներսում ապրում բարգավաճում։ Եվ հայ ժողովուրդը չի ծնվել, որպեսզի որոշ ընթացքում առաջացած որոշ ազգերի գործիք դառնա եւ նրանց փոխարեն միշտ մաքարի, նրանց կամակատար մաքարողը լինի։ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի սահմանները կասկածի տակ չես կարող դնել Ռոբերտ Քոչարյան։ Այո, իր պատմական բոլոր ժամանակների 4000-ամյա դրվագներով, երբ եղել է Կելիկյան թագավորություն, երբ եղել է, չգիտեմ, մեծ հայ, եղել է հայաբնակ ամենատարբեր վայրեր, ժամանակակից աշխարհում այդպես չի հաշվարկում, ու սա հիվանդ եւ այս հիվանդը եղել է մեզ նախագահ։ Եթե դու չունես արտատարածքային պահանջներ ու սահմանափակվում ես քո պետության ներսում, դու դադարում ես գործոն լինել։ Գործոն թե գործիք։ Ուզում ես ասել դադարում ես գործիք լինել։ Հաստատ բառը ճիշտ ես ընտրել։ Քո պարագայում ես կասկածներ ունեմ, դու հայերեն բոլոր բառերը չի որ գիտես կամ առհասարակ հայերեն բառապաշարդ -8 է։ Ու դրանում ես դու խոստովանել։ Սովորվել ես, բայց բան չես սովորվել։ Կամ Սերժը Սարգսյան դուրս է եկել, ասում է բանա, եթե ես լինեի, պատերազմը այլ երկ կունենար։ Ուշադրություն դարձրեք ժողովուրդ, ինչ էին խոսում 20 թվականին։ Որ հնարավոր էր խուսափել պատերազմից, չէ՞, ինչ որ 19 թվին Յանի մի հատ պլան ա եղել, լավ առաջարկ ա եղել, որ ասես ապուշ բաներ են խոսում, ստեր։ Իրանք նախապես ստերը տարածում են, որ հետո երբ որ փաստերը հայտնվում են, մարդիկ բանով կասկածամտորեն վերաբերվեն։ Այս սա է սրանց հակապետական գործունեությունը։ Հիմա ուշադրություն դարձրեք այդ նախադասությանը, երբ ասում է եթե ես լինեի, պատերազմն այլ ելք կստանար։ Եթե ինքը լիներ պատերազմը ինչ ելք կստանար, դա հարցի մի կողմն է։ Իսկ արդյոք սրանով Սերժ Սարգսյանը չի խոստովանում, որ այսպես թե այնպես պատերազմը կլիներ։ Իսկ մարդը ասում է, որ չի ասում պատերազմ չեր լինի։ Պատերազմ կլիներ։
Բայց պատերազմը այլ ելք կունենար, եթե ես լինեի։ Սա արդեն ինքնահավանության բանն է։ Բայց մարդը փաստացի խոստովանում է, որ պատերազմ լինելու էր։ Եվ հենց սա եմ ես միշտ ասել, դեռ 20 թվականից ասել, երբ որ ես իմացել եմ, որ դեռ 15 թվականին արդեն իմացել եմ, որ այսպես թե այնպես պատերազմն անխուսափելի է։ 16 թվականի քառորյան եղել է այդ հետախուզական հարձակումը հասկանալու համար ուժերը բավարարում են, չեն բավարարում, էլի ինչը թարմացնեն, որտեղ շեշտը դնեն, որպեսզի 16 թվականի քառորյայից հետո Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, որ հենց 20 թվականին լինելու է պատերազմ։ Եվ 18 թվականին, երբ որ ասում էր ինձ 2 տարի էր ժամանակ տվեք, ոչ թե նրա համար էր, որ պատերազմը այլ երկ ստանա, այլ հանձնարարությունը մինչև վերջ կատարի, որպեսզի 20 թվականին կարողանա Արցախը թողնել այնտեղ եւ Հայաստանից Ռուսաստանը բաժին ունենա։ Այս սա է եղել նրանց ցանկությունը, որպեսզի որ իրենք լինեն մինչև 20 թվի պատերազմը, ոչ թե ուրիշ մեկը։ Իսկ թե ինչ ելք կունենար, այդ արդեն ամեն մեկի փայլուն երևակայության արդյունքը թող լինի։ Թող ունենար, ով է խանգարել։ Ինչու երկու գենշտաբերն էլ հայկական, թե Արցախի, թե Հայաստանի պատրաստ չէին 20 թվի պատերազմին։ Ինչու պատրաստ չէին։ Այդ ինչ են ուզեցել ասել, անել, ինչ են ներկայացրել, որ չի ստացվել։ Գեգամ Նազարյանը վերջերս խոստովանեց, այո, շատերը պատգամավորները որոշակի գաղտնի տվյալների տիրապետում են եւ կարող են այլ խոսակցականով արտահայտումներ անել, որոնց մեջ պետքա գտնել, թե այս մարդը օրինակ ինչա տեսել։ Մարդը լինելով ձեր մոտից Պարզ նազովացի ծնողը նա իր այլ խնդիրներն ունի։ Ես շատ լավ եմ հասկանում նրան եւ ես միշտ իմ բոլոր եթերների ժամանակ ես միշտ այլ ձևով եմ Գեգամ Նազարյանին վերաբերել, անգամ երբ որ ինքը շատ sense դաշնակցականից ավելի խիստ դաշնակցական էր փորձում երևալ։ Մարդ ասում է լավ էլի տեսել ենք ինչ եք խոսալուց եղել 44 օրյայի ընթացքում, տեսել ենք արդեն ինչ եք դուք ոնց եք պատկերացրել, այսինքն չի կարա մանրամասն ասի, բայց բաներ է տեսել ու կարդացել, որոնք արդեն իր համար էլ համոզմունքի են վերածվել։ Եվ վերջին ելույթներից մեկը թերևս ամենաազդեցիկն էր։ Հիմա այս երկուսը դուրս են եկել, երկու ադրբեջանամետ գործիչներ։ Երկու ադրբեջանամետ գործիչներ դուրս են եկել, այսօրվա իշխանություններին պիտակավորում են եւ շատ օգտակար ապուշներ էլ կողքից այդ ջրաղացին ջուր են լցնում ու ներկայանում, երբ որ ասում ես դու խի ես այդ ասում, չէ, ես ոչ նրանց կողմից եմ, ոչ նրանց, լավ է, բա ոնց ես նրանց թեզը առաջ տան, բա մի օր էլ ես մյուս թեզը առաջ տար, բա խի չես տան, որովհետև դու չես էլ հասկանում, որ դու նրանց կողմից ես, նրանք հենց քեզ նմանների վրա էլ իրենց խաղադրույքը կատարում են, կարող ես հանգիստ լինել։ Ինչ է հնչի, երեք վարչապետը ելույթի ժամանակ ասում է, այդքան խոսում եք պարտքա գեներացել, բա ինչ է եղել այդ պարտքերը, զենք է գնվել միանգամից եւ շատ, որովհետեւ այդպես է դասավորվել վիճակը, որ միանգամից պետք է եղել, ու պետք էր ձեռք բերել, եւ մեր դարյալ ռազմավարական դաշնակիցը ձեր բնութագրմամբ, մեզ քաշում էր, որպեսզի Հայաստանն էլ կորցնենք, այն ինչի միջով անցել է հայ ժողովուրդը 20 թվականին 44 օրյային դա առանձին խնդիր է, այն ինչի միջով անցել է 20-ից մինչև 24 թվականը դա առանձին խնդիր է, եւ դրանք արձանագրվելու եւ դաջվելու են սերունդների հիշողությունների մեջ, թե ինչպիսի քաղաքացի կամ գործիչ չի կարելի լինել։ Կարճ դատարկ մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, ինչ վերաբերվում է զենքերին։ Մի կողմից գոռում էիք, բա զենք առեք, բա առել են։
Չեք հավատում, չեք պատկերացնում ինչ զենքեր, դրա բանալին էլ կա։ Մարդն առաջարկել է, հավաքվում եք 50-50, գրում եք, ներկայացվել է էլեկտրոնային հասցե, էլեկտրոնային հասցեին ներկայանում եք, իհարկե բոլորից չի, որ օքեյ կլինի, որովհետև ԱԱԾ-ն մի հատ անցնելու է, որովհետև գործակալների մեջ չփչփում է երկիրը։ 50 հոգանոց խմբեր կձևավորվեն, կգնան կտեսնեն եւ կգան։ Այո, բանավոր պատմելը ուրիշ բան է, բայց ցուցադրելը հրապարակային շատ ուրիշ բան է։ Առհասարակ բանավոր խոսքը ունի այդ խնդիրը, հա։ Չնայած բանավոր խոսքը ունի նաեւ առավելություններ։ Կգնաք կնայեք։ Հետո կասեք գնացինք նայեցինք, ոչ մի կոպեկ էլ չարժեր էդ։ Ու այդ ժամանակ կմտնենք երկխոսության մեջ։ Ես չեմ գնալու, որովհետեւ ես գիտեմ։ Ամբողջը չգիտեմ, ամբողջը ձեզ էլ ցույց չեն տալու, բայց մաքսիմում փորձելու են ինչքան հնարավոր է ցույց տալ։ Գնացեք, տեսեք, դուրս եկեք, քննադատեք, տեսնենք կգնաք, չեք էլ գնում ախր։ Ինքնուրույն դուք ինքնուրույն հացը ծամեն դնեն բերանները կուլ չեք տա։ Թուրքեն եկել թուրք-ադրբեջանական նարատիվներ տանելուց են խոսում։ Ամբողջ ձեր կառավարումն խոսում եք բանա, ծիծեռնակաբերդը քանդում են, եսի ինչ են անում, վանդալիզմ բան։ Ինչ ստացվեց։ Բա վանդալը դուք եք, թե այս իշխանությունները, որ 60 տարի մի հատ ձեռք մատով մատներիդ չեք կպցրել։ Նայում էինք այնտեղ բաներ կար, որ ցանկացածից գլխին կարող էր ընկնել, պոկվել ու թափվել։ Ինչ որ մի օր պիտի ավերվեր գնար, որ սիրտներդ հանգստանար։ Դաշնակները մի ստեղծած բան չունեն։ Չունեն տես բան։ Նրանք միշտ զբաղված են եղել ուրիշների ստեղծածի վրա բան հավաքելով։ Նարատիվ հավաքելով։ Իրենք ինքնուրույն մի ստեղծած բան չունեն, որը լինի համամարտկային արժեք, համահայկական արժեք։ Գոյություն չունի տես բան։ Միշտ տիրացել են սրա կամ նրա ստեղծածի վրա ու իրենք են կարծես ծիծեռնակաբերդը դաշնակներն էին կառուցել։ Դաշնակները չեն, սովետական միության KGB-ն է, այո, կառուցել։ KGB-ն է մտածել, որ ավելի լավ է հայ ժողովրդի մեջ այս ցեղասպանության դեմ ուղղակի կան բաներ, որոնք կարող է համընկնեն դրական իմաստով, կամ բաներ, որ բացասական։ Ուզեցել են լինի, որովհետև հայ ժողովրդի մեջ պետքա ցեղասպանության թեման վերհանվեր, ավելի կարևորվեր եւ այլն, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները սրվել են ու առաջին ռազմական գործողությունների ժամանակ քարտեզին, եթե նայեք կհասկանաք խոսքը ինչի մասին է, հայ բնակչությունը պիտի դառնար մսացու։ Առաջին բանը հարվածը պիտի ընդուներ հայ ժողովուրդը, որպեսզի ընդունի կամավորապես նրա մեջ պետք էր ուղեղի մեջ զարգացնել այդ ռետորաբանությունները։ Եվ իհարկե ցեղասպանությունը պիտի լուսաբանվեր ռուսական տեսանկյունից կամ KGB-ական տեսանկյունից։ Եվ հավատացեք, այն ինչ որ գիտեք ցեղասպանության մասին, դուք գիտեք թե ցեղասպանության մասին գիտեք, բայց հավատացեք առնվազն 60%-ը այլ բան գիտեք։ Ես չեմ ասում չափազանցություն թե չէ, սրա մասին չի խոսքը։ Այլ մեկնաբանությամբ դուք գիտեք։ Այնուամենայնիվ կառուցվեց, ու լավ է, որ կառուցվեց այդ հուշահամալիրը, շատ լավ է։ Իհարկե ուրիշ նպատակներ են հետապնդել, բայց այսօր հայ ժողովուրդը դա այլ նպատակով է օգտագործում, իր սեփականությունն է եւ ամեն տարի ապրիլի 24-ին առնվազն այնտեղ հիշատակի օր է նշվում ցեղասպանության զոհերի մասով։ Դաշնակները ուր են եղել 60-ական թվերին։ 60-ական թվերին դաշնակները դրսում հայերի միսն էին ծամում, հայերը բան էին անում, աշխատում էին այս կամ այն բանի համակարգերի, հետախուզական համակարգերի հետ հայերի դեմ։ Ինչ եք անում։ Բաժանարար գծեր եք դնում, եթե դաշնակ չես, ուրեմն հայ չես։ Չեն եղել նման բաներ, կարող է այդ ժողովներից փորձենք կադրեր էլ գտնել։ Սրբազաններ էին գնդակահարում։
իրենց չենթարկվելու համար։ Ու այսպես շարունակ։ Որտեղ էին դաշնակները։ Իսկան հələ ծառերի վրա էին մեծ հաշվով։ Հետո եկան, իբր իրանք կարողն են ծիծեռնակաբերդի բանի, հա, թողել թռել եք, Հայաստանը անպաշտպան եք թողել, փախել եք, առաջին հանրապետության ժամանակ, այդ չեք եղել դուք, դրա համար է 20 թվականին վազում ես են ինքնաթիռի հետևից, ժողովրդի մեջ խուրկացելով, թե բա հասե, հենա Փաշինյանը փախնում է, որովհետև դուք գիտեք, թե պիտի փախնի, որովհետև դուք փախնող եք, դուք դա եք նորմալ համարել, որ վավճետը պիտի փախնի, ուրեմն գնանք սամալյոտների հետևից վազվզենք, իհարկե առաջին հանրապետության ժամանակ ինքնաթիռ չկար կառքերով եք փախնում, բայց փախնում եք, ում հույսին եք թողնում ու փախնում, դուք են ուժ եք, որ գնացել երիտ թուրքերի քարոզ արշավի մասնակից եք եղել, երիտ թուրքերի, հայկականությունը որպեսի ընտրի երիտ թուրքերին, և դուք են ուժն եք, ովքեր որ Միացյալ Նահանգներում են, մինչև հիմա ընտրությունների վրա, հայկականության կողմնորոշումների վրա փորձում եք ազդել, և ազդել ռուսական հրահանգով, նույն բանն եք արել, զավթել եք դաշնակցականների միությունը, դարձել հեղափոխական դաշնակցություն, կուսակցություն եք անունը դրել, 135 տարվա կուսակցություն ենք, որտեղ է բացվել 135 տարի առաջ Թիֆլիսում, բայց մենք հայկական ազգային, չես հասկանում, ինչ են խոսում սրանք այն մարդ, բա ինչ եղավ ծիծեռնակաբերդի հարցը, պարզվում է հիմնանորոգվում է, հիմա ով է վանդալ է եղել և կա, ով է գնահատում ցեղասպանության հիշատակը և նրան նվիրված կառույցը, դուք չանողները, տես իշխանությունը անողը, ինչ եղավ այդ թեման վերջացավ, այդ մի օրներ պայքարը պրծ, բախի հիմա ձենները դուրս չի գալիս, այդքան ձգեցիք, բա որ ղեկավար լինեք 44 օրյան իշքան կձգեք, 2 ժամում Արցախը տված պրծած կլինեք, մենք 20 թվականից հետո ունեցել ենք հնարավորություն Արցախը ինչ-որ կերպ բուն Արցախը պահելու, և անգամ այո, փորձել Շուշին ու Հադրութն էլ հետ բերել, ինչ արեցիք, դրել Արցախը հակադրում էիք Հայաստանին, ու ես ընթացքում այո շատ ջրեր են հոսել, որոնց արդյունքում ունենք ես, բայց այդ արդյունքի մեղավորության մի առրելի չափաբաժին պատկանում է ձեզ, որովհետև հաթաթ հիշում ենք, որը որ գործողությունից հետո է եկել, վարչապետը գնում էր աշխարհով մեկ սաղին խառնում էր իրար, որպեսզի ինչ-որ կերպ ճնշում լինի, որ Ալիևը գնա Արայիկ Հարությունյանի հետ հանդիպան ցանկացած մի հատ կետում, ինչը կնշանակի արդեն լեգիտիմացնել բանը, Արցախի ինքնուրույնության գործակից է իր նախագահով, որովհետև դա այդպես է նշանակում, հետ էր գնացել պրոտոկոլով հանդիպելու, գրվում է, չէ՞ ում հետ, գրվեց Արցախի նախագահի վերջ գնաց Արցախին, Քոչարյանն էր հանեց շպրտել դրոշը են կողմ, հիմի որ դեմները տնկել եք, աշխարհի սեղաններից հանեկցել են եկում, եկել Հայաստանի ազգային ժողովում, բանը Արցախի դրոշ եք տնկել, ձեզ դրել եք բանի տեղ, ազգային եսիմ ինչի տեղ, պիտի արդեն ամեն ինչ արել էր, դուք դրել եք բանը ճշշումներով, չէ հակադրվի, գալիս ստեղ մամուլի ասուլիս էր տալիս Փաշինյանը, տեսնում էինք Արցախից լրագրողները, ինչ լեքսիկոնով ու ինչ կերպով էին խոսում, հետո եկել, բայց Հայաստանը մեզ պիտի պահի, ո՞նց պիտի պահի, դու ասենք մորդ հետ մեր հետ, որ քեզ պահողը լինի, դու մորդ հետ ո՞նց կխոսաս, կվռնդես քո իրականությունից, կհակադրվես նրան, հետո կասես մերս ինձ չպահեց, կամ հերս, գնացել եք 44 օր տղերքը բանը հերոսաբար կռիվ տվեցին ու դեռ 44 օր էլ երևի թե կտային,
Կռիվ տվեցին, գնացել եք միած հայ հերոսներին շնորհակալություն հայտնելու փոխարեն սպասիբը Պուտինու եք երկում։ Էդ էլ ձեր սպասիբան կերակ կտներից։ Հիմա էլ եկել էլի նույն բաներն եք ստեղ բառաչում։ Խոսքս քաղաքական ուժերի մասին է, քաղաքացիների մասին չի։ Բա ինչ էիք ընդեղ Ռուսաստանին միջազգային, դուք չէիք զգում, արդեն Ուկրաինայի պատերազմը սկսել է ու աշխարհը դեմ է Ռուսաստանին։ Աշխարհ Ռուսաստանին միջազգային մանդատ տվեք, որ ինքը կայողանյա բանանի։ Բա ուրիշ վաղ ասում է ես եմ ճամփեկը բացել են Թրամփի ուղին էլ պիտի Պուտինի ուղի լինի։ Բա այդքան կար միջազգային մանդատն ինչ էր անում։ Բա որ կարար նստեցնել տեղ, խիչ էր նստեցրեց տեղը, բա խիչ էր փարուխ հետո ամբողջ Արցախը գնաց։ Հիմա էլ դուրս են եկել, բաներ են տալիս, չգիտեմ, ինտերվյուներ են տալիս, թե բա գիտեք, ես գնացի, այն ինչը չընդունեց, այն ինչը ասեց, Պողոսը, Պետրոսը, լավ է։ Լուրջ եք խոսում։ Այս սաղդ ոնց որ ամեն ինչ արել եք, հա։ Բայց ինչ որ ռեզուլտատ չի եղել։ Ժողովրդին հիմարի տեղ դնելով ակաժներ, մինչև հունվար հրապարակվելու են բանակցային փաստաթղթերը։ Ես սպասում եմ դրան։ Ես շատ վատ կլինի, այո, շատ վատ կլինի, պարոն Փաշինյան, եթե դա տեղի չունենա։ Ասել եք հրապարակումը կա։ Մենք սպասում ենք դրան։ Մենք տեսնենք ես ինչ են խոսում։ Մարդը եկել իր բերանով ասում է պատերազմը սստենաց լինելու էր։ Պրոստը ես լինեի ուրիշ ձև էր լինելու, այլ ելքեր ուներ։ Այլ ելքը ո՞րն էր լինելու։ Մի հատ էլ մանրամասներ 7 ժամ առանց զուգարան գնալու նստած էր։ Պարզվում է դու կարում ես 7 ժամ չքնես։ Մի հատ ասեիր էլի։ Այլ ելքը ո՞րն է։ Ինչ ելք էր լինելու։ Ինչ էր տեղի ունենալու։ Ասենք թե ընդունենք։ Մարդիկ սկսում են միանգամից կարծել այլ ելք նշանակում է հաղթել։ Ո՞րն է հաղթանակը։ Ինչն էր լինում հաղթանակը։ Արցախի միջազգայինորեն ճանաչում էր տեղի ունենում։ Միանում էր Հայաստանի Հանրապետությանը, ով էր հաղթում, ինչ էր հաղթում։ Մի հատ էլ ասեք իմանանք, ինչ ելք էր լինում։ Մինչև երբ էր այդ ելքը, ինչ էր լինում, մի հատ ասեիր։ Մարդկանց այս շիտեղ դնելով չի։ Լրագրողներին էլ քսի են տվել ժողովրդի վրա, արդեն ժողովրդի վրա։ Լրագրողը արդեն քաղաքացու վրա է գոռում մունատ գալիս։ Դու սրանց խելքին նայ, համարձակությանը նայ։ Ժողովուրդան որտեղ տեսնում են այդպես են, իրենք իրավունք չունեն այդպես խոսելու։ Պատասխանեք նեզ ոնց որ կցանկանաք պատասխանեք։ Որովհետև չեք զգացել ձեր հարգանքի ինտոնացիան նույնպես օգտագործվում է ձեր դեմ։ Սրանք լրագրող են, աշկս ընկավ այդ ֆոտոն, այդ հատվածը, Ռոմանոս Պետրոսյանը նստած է, այս կողմից մեկը պարկացա վրեն, այն կողմից մեկը արդեն մտնում է բերանը, այս կողմից մեկը արդեն ակաժնակոր, քիչ էր մնում երկու օգել սեղանի վրա, մերկապարուհի լինեին պարեն, անես մի հատ տեսարան էր, ինձ տված թե մի խոսքով, այլ ժանրից է, ես լրագրող, կամ լրագրող ասում է դե երթված եք, որ սեզ չի լինելու, լրագրողը Ռոմանոս Պետրոսյանին ասում է դե երթված եք, որ կարող եք երթվել, նայք հարց է տալու, չկա սեզ բան, բանա, քուչի բազարա, կարող եք երթվել, որ հեցը թուրքերին չեք տալու, բա ինչից եք վերցրել այդ թուրքերին տալը, թուրքերին տվողը ձեր տերերն են, առավոտից իրիգուն ենքան են տվել, արդեն անգամ ժառանգականության վրա է ազդել, գենետիկայի վրա է ազդել ենքան են տվել, ձեր տված հարցել դրա պայծառ օրինակը, պարծվում է ձեր Արշակ Կարապետյանն է տվող եղել, Սև լիճը, հեսա բանակցային գործընթացները, որը որ հրապարակային է, նայում ես պարծվում է 3 պրեզիդենտով ինչ կա չկա տվել են Ադրբեջանցուն, տվողը ձեր Քոչարյանն է, որ Հայաստանում ինչքան ստրատեգիական բան կար տվեց ու խալխին, հիմա այդ խալխի մոտից խալխի ձևով եկել են ստեղ, չգիտես ինչ են անում, այսօր էլ դուրս են եկել փրկում են, Քոչարյանի ռազմավարությունն է, այո, Քոչարյանի, Սերժի KGB-ի առհասարակ, ստեղծել խնդիր, հետո ասել, այ մենք գանք այս խնդիրը կլուծենք, այդ ձեր ստեղծածն է,
Դու կարակ առանց գալու այդ խնդիրը լուծեք, եթե դրա ցանկություն ունենք, բայց ոչ դա ճնշումն է ձեր ատելությունը։ Ասում եմ, ի՞նչ է ասում։ Այս վերջի հարցազրույցում։ Ասում եմ, եթե ես գամ իշխանության, մենք գանք իշխանության, այս ատելության մթնոլորտը կվերանա։ Ինչի հաշվին։ Ասենք ինձ ո՞նց եք համոզելու, որ քեզ չատեմ, Քոչարյան Ռոբերտ բան, Դավաճան գործակալ։ Ինչ ես անելու, որ քեզ այլևս չատեմ։ Ինչ ես ապուշ խոսում։ Մենք գանք, այ դուք գիտեք, որովհետև ձեր բաժին ատելությունը կարող եք զանգեք, ասեք վերջ, դուք բոլորդ լռեք։ Եվ բոլորը կլռեն, մեկը մի հատ ատելության խոս չի բանանի։ Հիմա դուրս են եկել, այն երկուսին, որ ձերբակալեցին, սա բռնապետություն, մի հատ կին էր գրել է, սա բռնապետություն է, ազատ խոսքը, բան, ասում եմ տիկին ջան, մի հատ սառեք հարցնամ, եթե ես քեզ, քո ընտանիքին, քո երեխաներին, քո ծնողներին, հիմա, հենց հիմա էստեղ, ասեմ ինչ ուզում եմ հայհոյանքով, դու դա ազնվորեն դիտարկելու ես որպես իմ ազատ խոսքի իրավունք, կորավ գնաց, բլոկեց, բան արեց, փախավ գնաց, ինչ եք խոսում, ոսմա դե երթվացեք, որ թուրքերին չեք տալու էցը, գժի դարա լրիվ, հարց է տալիս էլի, բայց եկեք արձանագրենք ժողովուրդ ջան, որ այո, մեր լրագրողական համայնքը, եթե կա այդպիսին, էլի Սաթիկ նյուզային կա բանը, այս հարմար բնութագրական բառ չեմ գտնում ժողովուրդ ջան, այս ինկուբատորի ճտերը համարում են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետք է, ես քանի անգամ եմ իմ հաղորդման ժամանակ կարդացել, ընթերցել փաստերը միլիարդների, համարում են, որ այդպես է, պետք պիտի հեծը միլիարդներ շորթի ժողովրդից, հետո գնա պետությունից դրա բանը ստանա, փողը ստանա, մեր լրագրողական համայնքը Սաթիկ նյուզային համարում է, որ պիտի այո զորանոցից էլ վեննա մտնեն, երակ մտնեն, ընտեղից էլ քերեն ինչքան կարան, այո մեր լրագրողական համայնքը համարում է, որ այն աղբանոցները, ինչի որ վերացվել են մեր հեծը, դա մեր ազգային արժեքն է, դա է մեր ազգային արժեքը, համարում է, որ այո հոսանքի որակը պիտի այնպիսինը մնա, ինչպիսինը կար, համարում է, որ հեծի կառավարիչը կարահանգիստ թքած ունենա իր կողմից կառավարվող կառույցի վրա, սա է սրանց անհանգստությունը, որովհետև իրենք այդ կարծիքին են, հիմա սրանք լրագրողներ են, թե հակապետական, հակազգային, հակալրագրողական կերպարներ, անգամ երիտասարդները հիմա որ տեսնում են, չեն ցանկանում լրագրող դառնալ, ասում են, էսի չա։ Ասեմ, սա միակը չի, աշխարհում կան սրանց նմաններից։ Դա ազատ խոսքը չի։ Ազատ խոսքը Ռոմանոս Պետրոսյանի վրա պարկելը չի, դա արդեն ազատ գործողություն է, ազատ խոսք չի, հասկանում եք։ Ինձ թվում է, եթե մի քիչ լինեին կողքից նկարողները, չգիտեմ ինչ էր պատրաստ այդ աչքեր պարկել վրան։ Ինչ էր ուզում, որ Ռոմանոսն էլ չէր տալիս։ Հարց եք տալիս, գոռում խշում են ցաղովի։ Տենց եք ձեր հարցերը լուծել ձեր կյանքում։ Հեծը պիտի ազգայնացվի եւ ազգայնացվելու է։ Հեծը պիտի ազգայնացվի եւ ազգայնացվելու է։ Չի կարող հեծը պատկանել քաղաքական պատկերացումներ ունեցող մարդկանց, ովքեր իրանց ուզած ժամանակ ընտրությունից դիտավորյալ հոսանք էին անջատում։ Որ լցոնումներ լինեն, որպեսզի լեգիտիմությունը հայկական իրականության հարցականի տակ դրվեր։ Չի կարա տենց լինի։ Այսօր հանդիպման եմ մի մարդու հետ, ում հետ 3 տարի առաջ եմ հանդիպել նույն հարցով։ Ով հսկայական ձեռնարկությունը կառուցել է ներդրումային ծրագրով կառավարության պետության
Եվ իր առաջին ապրանքները արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանել, Հայաստանը սնունդ երբեք այդ ժամանակ չէր արտահանել, արդեն պայմանագրերն էլ բան էին արել, հասել էին դրան, որ լիցենզիայով ամեն ինչով, ձեռնարկությունը 0-ից պատրաստ էր մի 40-50 մարդատեղ էր աշխատելու, էլ չեմ հաշվում, թե կողքից ով ինչ միրգ էր բերելու, բանջարեղեն էր բերելու, որոնք դառնալու են զակատներ, այսինքն ինչքան Մասիսի շրջանում բացի այդ տեղում աշխատողներից ինչքան մարդ կյանքը աշխուժանալու էր, ձկնեղեն եւ այլն, որ արտադրություն էր դառնալու դուրս գար, բայց ամեն ինչ պատրաստ էր, պիտի կնոպկեն սխմեր աշխատել, կնոպկեն չէր կարում սխմեր աշխատացնել, որովհետև հեծը որոշել էր ինքնաերկրի տերը։ Հիմա 3 տարվա մեջ քանի միլիոններ են վարի գնացել եւ ռազմական ստրատեգիական ինչպեսի կարողություններ չեն օգտագործվել։ Հələ ասեք տեսնենք, դու գնացեք 4 սորտի հացահատիկը փորձեք բանը մանիպուլացնել, որովհետև ձեր բիզնեսմենների սրտով չի, որ մի ուրիշ բիզնեսմեն ավելի շուտ է հասկացել ու գնացել իր դիվերսիֆիկացման ճանապարհով։ Սա եք դուք կախյալը չեք Ռուսաստանից, դուք կախյալների կախյալն եք, մարիոնետների մարիոնետը։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։